Տիրոջ անունը փառավորի, քրեշչան եղբայրներ ջան, Աստված բոլորի սրշնի, յուրեք փառք ամենակալ Տիրոջը, որ Աստված այս շաբաթ էլ մեզ պահեց։ Ուղղակի սրտից տրված է խոսել հետևյալի մասին, այս մասին բազում անգամ խոսվել է, բազում, տարբեր ուղղություններով։ Կուզեմ նորից անդրադառնալ այդ մտքին, խոսքի ու նպատակը հետևյալն է, քրեշչան եղբայրներ ջան, կյանքի փոփոխություն։ Պողոս առաքյալը հիշում էր, ինչ էր ասում, նայելով ձեր հոգևոր հասակներին, որ վարտապետներ պիտի լինեք, բայց դեռ տակավին կատինքեր մանուկ եք։ Ամենակալ Աստված իր որդին չուղարկեց, որպեսզի մենք մնանք նույն վիճակին, չուղարկեց, որ օրերը մտնեցնենք, անցնենք առաջ, չէ, իր նպատակ եղել է մեկը, որ մեր կյանքը փոխվի։ Եվ հիշեք ծննդոց գրքի մեջ առաջի իսկ ծրագիրը սա էր։ Կներեք։ Գրված է հետևյալ միտքը։ Եվ Աստված ասեց. մեր պատկերով եւ մեր նմանությամբ էս մարդը ստեղծել։ Նա մենք հին ուխտի մեջ շատ-շատերը ապրել են լոկ միայն պատկերով, մարդկության մեծ մասը։ Մենք շատ անգամ ասում ենք նմանությունը եկավ Քրիստոսով, այո եւ ամեն, բայց մարդիկը, որոնք որ ապրել են հին ուխտի մեջ, իրոք Քրիստոս կյանքի նմանությունը։ Գիշեք 4-րդ թագավորաց գրքի մեջ, որ մենք կարդում ենք այն փոքրիկ աղջկա վրայով, որ գերության մեջ էր։ Երբ որ տեսավ Նեմանի բորոտությունը, ինքը ցույց տվեց բժշկության ճանապարհը։ Սա միայն կարող է Քրիստոս կյանքը։ Ինչևից է չեմ ուզում շեղվել մտքից, համարը, որ պիտի կարդամ ձեզ ամեն մեկիդ քաչ հայտնի համարը Եբրայեցիս 11-րդ գլուխ 6-րդ համարն է։ Որտեղ որ ասել խոսքը այսօր ունի մեզ բան փոխանցելու։ Կարդում եմ ամբողջ համարը, բայց առանց հավատքի անկարել է հաճո լինել Աստծուն։ Որտեղ Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա եւ թե իրեն խնդրողներին վարձատույց կլինի։ Քրեշչան եղբայրներ ջան, ամենակալ Աստված այսօր մեզ ամեն մեկից սովորեցնում է հետևյալը, որ մարդ Աստված հարաբերությունը միայն հավատքի միջոցով է։ Առանց հավատքի անկարել է հաճո լինել Աստծուն։ Քրեշչան եղբայրներ ջան, այսօր մենք ամեն մեկս էլ հավատում ենք, բայց լինում է պարակա մեր կյանքի մեջ, որ Աստծո խոսքին մենք կասկածում ենք։ Գիշեք Հակոբոս ասում է, որ երկմիտ մարդը անհաստատ է բոլոր իր ճանապարհներում։ Ինչու հետևանք է, որ մենք կասկածում ենք կամ երկմտություն ենք ունենում։ Չէ՞ որ ամենակալ Աստված ինչ որ ասել է, սա անպայման պիտի լինի եւ երբեք չի փոփոխվի։ Մենք հավատում ենք, որ Աստված դիեզերք արարել է, հավատում ենք, որ Աստված մեզ սիրել է եւ իր որդին զոհել է։ Մի ղակի ուզում եմ հարցնել. դիեզերքի արարումն է մեզ թե քո խնդրի լուծումը։ Հավատում ես դիեզերքի արարմանը, բայց չես հավատում քո խնդրի լուծմանը։ Եվ ուղղակի կուզեմ, որպեսզի մենք կարողանանք սա տեսնել։ Առաջինը, նորից եմ ասում, մեր խնդրը առաջանում է այստեղից, թերհավատությունից կամ երկմտությունից։ Նայում ենք երևույթին, վիճակին եւ մենք կասկածում ենք, միթե հնարավոր է։ Քուրեշչան եղբայրներ ջան, Գողիաթը կանգնել էր, Իսրայելը վախենում էր։ Սավուղ, որը առաջի օծյալ թագավորն էր, նայում էր երևույթին եւ վախենում էր, բայց ընդամենը մեկ երիտասարդ Դավիթը ոչ թե նայեց Գողիաթին, այլ նայեց Աստծո խոսքին։ Աստծո խոսքը զորեղը եւ Եբրայեցիս թղթերի մեջ երբ որ մենք կարդում ենք, նայենք ինչ է ասում ամենակալ Աստված իր խոսքի վրա։ Եբրայեցիս 4-12 համարի մեջ գրված է, որովհետեւ Աստծո խոսքը կենտանի է եւ զորավոր ամեն երկսարից սուր, ավելի կտրուկ։
Այսօր մենք հավատում ենք սրան, թե չէ։ Մեր խնդրումը սա է, որ մենք Աստծո խոսքին կասկածում ենք։ Լինում է պարակայ, որ մենք մարդկանց վկայում ենք, մարդկանց հորդորում ենք, մենք խոսքը ասում ենք, բայց հարցը հետևյալն է, որ գալիս է մեր կյանքի մեջ, մենք այստեղ կասկածում ենք։ Մեր թերահավատության առաջի խնդրեմ հետևյալն է, որ մենք նայում ենք երևույթին, վիճակին, չենք նայում Աստծո խոսքին։ Որ մենք այսօրվա դրությամբ կասկածում ենք ամենակալ Տիրոջ ասացին։ Եթե կասկածում ես, երբեք հաղթություն չես ունենա։ Կամ մեր խնդիրներից հետևյալ է, որ մեր կյանքի մեջ այս դժվարություն առաջանում է, մենք ընդունում ենք Աստծո խոսքի կես մասը եւ ոչ ամբողջականը, եւ այստեղից մենք սայթակում ենք կամ ունենում ենք խնդիրներ։ Ես բազում անգամ այդ մտքի վրա կանգ եմ առել։ Հռոմեացիս 12-ի երկրորդ համարը շատ անգամ սա շեշտվել է։ Երբ որ մեզ հարցնում են ինչ է Տիրոջ կամքը, ուշադրություն դարձրեք, մենք ամբողջ նախատեսությունից վերցրել ենք վերջի մասը, որտեղ որ գրված է բարի, հաճելի, կատարյալ։ Եվ ինչ ենք խորում մտածում այդ բարի, հաճելի, կատարյալի տակ։ Երբ որ մեր սրտի ուզածը չի լինում, մենք կասկածում ենք Աստծո սիրո վրա։ Գրված է, Աստված այնպես սիրեց աշխարհը, ճիշտ է, մենք հավատում ենք։ Բայց երբ որ քո կյանքի մեջ այդ ամենը տեղի չի ունենում, ինչ ես մտածում։ Մտածում ես Աստված քեզ չի սիրում, Աստված քեզանից հեռացել է։ Սիրելիս, պատճառ հետևյալն է, որ դու ամբողջ խոսքը չես ընդունում։ Եվ ինքը Տեր Հիսուս Քրիստոս Մատթեոս ավետարանի մեջ ամեն մեկին խոսքը վերաբերում է։ Առաջին, երբ որ մենք կարդում ենք, Հիսուսը անհավատները չէր խոսում, հեթանոսների հետ, այլ հրեաների հետ։ 22-ի 29 համարի մեջ գրված է. մոլորվել եք, որ չգիտեք գրքերը։ Այսօր երբ որ դու Աստծո խոսքը չգիտես, դժվարության խնդրի մեջ անպայման կմոլորվես։ Եվ քո կյանքի մեջ այս թերավատությունը կուկա։ Ասապը բազում սաղմոսներ էր գրել։ Հետաքրքիր է, ինչի հիման վրա էր գրված այդ սաղմոսները։ Աստծուն հավատում էր, թե չէ։ Բայց երբ որ իր սրտի ուզածը չկատարվեց, ինքը հավատում էր հետևյալին, որ Աստված սերը, Աստծուն մոտեցող Աստված պիտի օրհնե։ Երկրորդ օրինացի մեջ, երբ որ մենք կարդում ենք, այնտեղ ամենակալ Աստված հետևյալն էր ասում, կարդամ այդ տողև միտքը ավելի պարզ կլինի։ Այսօր մեր կյանքի մեջ նույն խնդիրներն է, գիտեք, երկրորդ օրինաց 28-ի մեջ գրված է. եւ եթե քո Եհովա Աստծոյ ձանին ուշադրությամբ լսես, զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանքները, շարունակության մեջ գրված է օրհնությունները։ Դու քաղաքի մեջ օրհնյալ կլինես, դաշտի մեջ օրհնյալ կլինես, օրհնյալ կլինի քո որոնի պտուղը, քո երկրի պտուղը, քո անասունների պտուղը, ինչևից այդ բոլոր օրհնությունները քո կյանքի մեջ պիտի կան։ Լավ, Ասապը մտածեց, ես Աստծո խոսքը պահել եմ, պատվիրանները պահել եմ, սաղմոսներ եմ գրել, ինչի իմ կյանքի մեջ այս խնդրը կա։ Քուրս ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք լուրջ ուշադրություն դարձնենք։ Երբ որ մենք ասում ենք Աստծո կամքի տակ մենք հասկանում ենք մեկ բան, մեր սրտի ուզածը։ Բայց Աստված չի եկել մեր սրտի ուզածը տալու, որովհետև մեր սրտի ուզածը չար է եւ խաբեբա է։ Աստված եկել է իր ծրագիրը կատարելու, եւ այդ ծրագիրը հավիտենական հետեւյալն է, որ ես եւ դու հավիտենական կյանք ունենանք։ Հավատքը այս աշխարհի հետ կապ չունի։ Քո նյութականի, ֆիզիկականի, մարդ-մարդ հարաբերության։ Բայց այսօր մենք նայում ենք երևույթին։ Այսօր մարդիկ իշքան են խնդրեմ ունենում, երբ որ նայում են իրենց կյանքի մեջ անհաջողությունը։ Ասապը հետևյալն էր ասում, ահա սրանք են ամբարիշները, որ հաջողակ են աշխարհում եւ ավելացում են իրենց հարստությունները։ Մտածում է, լավ, ամբարիշտ մարդ է, հարստությունն է ավելացնում, նորմալ է, ցավ չունի, տառապանք չունի, խնդիր չունի, բայց ես հավատում եմ ասում, այսօր մենք այսպես ենք մտածում, գիտեք։ Նորից եմ ասում այդ միտքը առաջի, բայց առանց հավատքի անկարելի է հաջող լինել ասում։ Այսօր ես պիտի հավատամ հետևյալին, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Մենք այսպես ընդունում ենք, չէ՞։ Բայց ինչ է նշանակում, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Պետրոս առաքյալը սա հասկացել է ու ինձ քեզ
հետևյալ հորդորն է անում։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 21 համարի մեջ գրված է, որ դուք հենց այս բանի մեջ կանչվեցաք, որ Քրիստոս էլ չարչարվեցավ եւ ձեզ օրինակ թողեց, որ նրա հետքերին հետևեք։ Հիմա հարց եմ տալիս, ով է ճանապարհը։ Բացի Քրիստոսից ուրիշ ճանապարհ կա երկինք մտնելու։ Հիմա դու հոժարակամ եկել ես եւ գիտես, որ այդ ճանապարհը նեղ փշոտ քարկալոտ է։ Հիմա հարց եմ տալիս, երբ որ դու ճիշտ ճանապարհի վրա ես, ուրախ պիտի լինես թե տխուր։ Այսօր մենք տխրում ենք։ Լինում է պարակապ, որ մեր կյանքի մեջ նեղություն է գալիս, պրոբլեմ է գալիս, մենք դժվարության առաջ ենք կանգնում։ Գուրես ջան, եղբայրներ ջան, ես պիտի հավատամ Աստծո խոսքին։ Եթե ձեզ կհալածեն, կանարկեն, ինչ է գրված։ Տխրեք, ուրախացեք եւ ցնծացեք։ Հիմի հարց, ինչի չեմ ուրախանում, որտեղ չեմ հավատում։ Քույրս, եղբայրս, այսօր Աստծո նպատակը մեկն է, որ ես հավատամ, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Ով որ Քրիստոսին ունի, կյանք ունի, ով որ Քրիստոսին չունի, կյանք չունի։ Հիմի հարց, ինչ է Քրիստոս մեզ համար։ Այսօր շատերի համար Քրիստոս հասկացողությունը հետևյալն է. ուրախություն, խաղաղություն, օրհնություն, զորություն, հաջողություն, առողջություն, ասապը նույնն էր մտածում։ Եվ այդ ամենը իրեն կյանքի մեջ որ չկար, գրված է, որ ճշմարտության ճանապարհից շեղվում էր։ Քիչ է մնացել ոտքերը ստրվեն, եւ բան չի մնացել, գնացքս սա։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ամենակալ Աստված ուզում է, որ ես եւ դու իրոք հավատանք, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Եվ այդ կյանքը սկսվում է Մսուրից, վերջանում է Գողգոթա խաչափայտի վրա։ Չկա Գողգոթա, չկա խաչափայտ, դու Հիսուսի հետ կապ չունես։ Հռոմեացիս թղթերի մեջ Պողոս առաքյալը սա է ակնարկում։ Հռոմեացիս 6-րդ գլխի մեջ գրված է. Արդին չասենք, մնանք մեղքի մեջ, որ շնորհը կշատանա, քավլիցի մենք, որ մեղքին մեռանք, էլ ինչպես կապրենք նրանում։ Մեղքը անհավատությունն է, կասկածամտությունն է։ Այսօր ես եւ դու եկել ենք մեկ բանի համար, խաչվելու, Քրիստոսի հետ մեկանալու։ Քրիստոսին մեկանալու ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Եթե չես խաչվել Քրիստոսի հետ, դու մեկացած չես։ Աշակերտության կին, երբ որ մենք նայում ենք Ղուկաս ավետարան 14-րդ գլխի մեջ, Տեր Հիսուս Քրիստոս ինչ էր ասում. Եթե մեկ իր անձը չուրանա եւ խաչը չվերցնի, իմ հետևից չկա, ինձի արժան չէ։ Այսօր խաչի տակ շատերը հասկանում են նեղություն, տառապանք, դժվարություն, սա էլ է խաչ։ Բայց այստեղ ինքը ամենակալ Աստված ուրիշ միտք է ասում։ Խաչ նշանակում է հոժարական մեռնել մեղքի, եսի փառքի համար եւ ապրել Քրիստոսի համար։ Պողոս առաքյալը սա էր ասում. ես ամեն օր կմեռնիմ, այսինքն ամեն օր ես խաչի վրա եմ։ Ես իմ անձս կճնշեմ ու կնվաճեմ, որտեղ խաչի վրա։ Բայց այսօր շատերս չենք ուզում խաչվել։ Պողոսը ամեն օր էր խաչվում։ Ոչ թե ինքը բարձրանում էր ֆիզիկապես խաչը, այլ խաչում էր իր մարմնավորությունը, եսը, փառքը, իր մարմնավոր զգացմունքները։ Բայց այսօր մենք հակառակը տեղիք ենք տալիս։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի այսօր կուզեի, որպեսզի մեր կյանքի մեջ Աստծո խոսք առաջանար, որ ամբողջ սրտով հավատանք Աստծո խոսքին։ Երեք մեկ եղբոր հետ խոսում է, պատմեց ինչ-որ մի հատ անձնավորության մասին, որը իրենց համար եկեղեցաշինության մեջ օգնել էր։ Երբ որ իրեն ասել են, թե գոնե արի մեկ անգամ եղբայրները ուզում են քեզ հետ հաց ուտելու, ասել էր չէ։ Իմ գործը սա էր, որ օգնե եւ հեռանա։ Այստեղ էլ ոչ չտնե։ Եվ ինչ ասում։ Ասում է, միակ անձնավորության գործը, որ հիշում է, այն որպեվարի կնոջ մեկ լուման է։
Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի կուզեմ մտածենք։ Շատերը մտածում են, թե եթե այսօր ես 10 դրամ ունեմ կամ 100 դրամ ունեմ, գցեմ կանցանակը կամ որևէ մեկին ողորմություն անեմ, կնոջը վերջի ապրուստն էր։ Ինքը տվեց, հարց եմ տալիս, ինչի հիման վրա տվեց։ Ես այսպես եմ հավատում, կինը հավատում էր տվողին կտրվի։ Ես հավատում եմ հետևյալը, որ կինը մտածում էր, ինքը չէր տալիս, որ իրան տրվի, ինքը տալիս էր, որովհետև իրան տրվել էր։ Այսօր հավատալ Աստծո խոսքին։ Շատ անգամ հիվանդության վրա, երբ որ մենք խոսում ենք, ուշադրություն դարձրեք, Գործք առաքելոց 3-րդ գլխի մեջ գրված է Պետրոսն ու Հովհաննես, երբ որ ներս մտան տաճար եւ այդ անտամալ լույսը սպասում էր ինչ-որ բան առնելու, Պետրոսն ասաց, ես արծաթ ոսկի չունիմ, բայց ինչ որ ունիմ, այն քեզի կուտամ։ Որն էր ունեցած առակած գրքի մեջ Սողոմոնը իմաստուն ինչ էր ասում, որ ցյալքս ուշադիր եղիր իմ խոսքերին, իմ ական չտուր իմ ասածներին, թող նրանք չգնան քո կարծամ այդ տողերը։ Որցյակս ուշադիր եղիր իմ խոսքերին, ական չտուր իմ ասածներին, թող նրանք չգնան քո աչքի առջևից, սպայր նրանց քո սրտի մեջ, որ նրանք կյանք են նրանց գտնողներին եւ նրանց բոլոր մարմնին բժշկություն։ Անտամալույցը հավատաց սրան։ Պետրոսի Հովհաննեսի ունեցած Աստծո խոսքն տվեց եւ այդ անտամալույցը բժշկվեց։ Հիմա հարցը հետեւյալն է, մենք ինչի՞ չենք բժշկվում։ Այդ խոսքը զորությունը կորցրել է։ Սրա համար ուղղակի խնդրանքս հետևյալն է, որ ես եւ դու կարողանանք ճիշտ հավատալ։ Հիսուսը Աստծո որդին բժշկություն երբ որ անում էր, առաջի հարցը հետևյալն էր. հավատում ես։ Երկրորդ հարցը, քո հավատքի չափ քեզ տրվել։ Չեմ ուզում շեղվել, քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որպեսզի ես եւ դու տեսնենք մեր իրոք թերի վիճակը։ Մենք այսօր Աստծո խոսքի մեկ մասը ընդունում ենք եւ սրանով շարժում ենք առաջ եւ վերջնակետում մենք ունենում ենք ընթարում։ Մարդ, ես մարդ, առողջություն մարդ։ Սրա համար կուզեի, որպեսզի ես եւ դու կարողանանք նայենք ամենակալ Տիրոջը եւ իրեն խոսքին։ Միսակ Սետրակ Ապետնակովը կյանք չէին տեսել։ Եվ այս երիտասարդները կանգնած են մահվան եզրին, կամ կրակի փոց, կամ ուրանալ, երկրպագել Նաբուկոդոնոսորի արձանին եւ կյանք ունենալ։ Բայց երիտասարդները հավատում էին ամենակալ Տիրոջ խոսքին։ Եսայի մարգարության մեջ գրված տողերը 43-րդ գլխի մեջ գրված է, եթե կրակով անցնես, կրակը քեզ պիտի չայրե, որովհետեւ ես Տերս քո Աստվածն եմ։ Հիմա հարց եմ տալիս։ Միսակ Սետրակ Ապետնակովի Աստվածն է քո Աստվածը, չի։ Եթե քո հայրս երկրի առաջի դեմքը լինի, թակավոր լինի, դու խնդիր չես ունենա։ Բայց քո հայրը տիեզերքի արարիչն է, ինչի ես խնդիրների մեջ։ Դու ամեն անգամ հորդ ասում ես քո խնդիրները, խնդիրները, բայց խնդրին չես ասում, ով ես դու, ում զավակն ես դու, որի համար որից մեկ խնդրեմ չկա։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի այսօր ուզում եմ, որպեսզի ես եւ դու սրան ընդունենք եւ հավատանք եւ ապրենք։ Բայց առանց հավատքի անկարելի հաճո լինել Աստծուն, որովհետեւ Աստծուն մոտեցողը պետք է հավատա թե նա կա։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մի հարցս հետեւյալն է, գրված է Աստծուն մոտեցողը։ Ինչ կերպ ենք մենք մոտենում։ Պողոս առաքյալը հետեւյալն է ասում, ես վազում եմ, իսկ մենք վազում ենք թե չէ։ Դավիթը Սաղմոսների մեջ ասում է, ես ուրախ եղա, երբ որ ինձ ասեցին, թե Տիրոջ տունը երթան։ Եկեղեցին նայեք, ինչքան մարդ բացակա է։ Ես չեմ հավատում, որ այսքան բացակաները հարգելի պատճառով է։ Եվ կուզեմ մեջ բերում անել հետևյալը, որովհետեւ մեկը թող չնեղանա։ Երբ մենք նայում ենք 10 կույսերի առաքին, այնտեղ մենք տեսնում ենք 5-ը ավել յուղ չունեն։ Որն էր պատճառը, ինչի չէին կարող ունենալ։ Երբ որ ուզեցին ունեցողներից ասեցին գնացեք, ծախողներից առեք։
Այսինքն իրենք կարող էին ունենալ, ինչի չեն ունեցել, յուղը չէր առաջնայինը։ Հարսանիքի հանդեսն է, հարսանկատերը ուղարկեց ծառաներին ասեք, որ արդեն պատրաստ է, եկեք, մեկ ասեց ես եմ արը, մեկ ասեց կին եմ արը, մեկ ասեց արդ եմ արը, այսինքն հարսանիքը չէր առաջնայինը։ Իրեն համար ավել ուրիշ մեկ առաջնային գործ կա։ Հիմա մենք ասում ենք, հավատում ենք ասում, ինչին ենք հավատում։ Ամբողջ մարդկությունը հավատում է, որ տիեզերքը արարել է Աստված։ Հավատում են, որ Աստված իր որդին զոհել է։ Հարց հետևյալն է, հավատում են, որ կյանքը Աստծո որդու մեջ է։ Հավատում են, որ կա հավիտենական կյանք։ Եթե մարդը հավատա հավիտենական կյանքը, ամեն բան կանի։ Կուզեմ օրինակը հիշեցնել, սա մենք բոլորս էլ անցել ենք։ Գիշեր 90-ականներին կար ծրագիր տաք ծներ։ Միացյալ Նահանգները ֆինանսավորել էր, տնակներին, կարիքավորներին տալիս էին նավթ, վառելու։ Գիշերը ժամը 2-ին մարդիկ գնում հերթ էին պահում։ Ընդամենը 20 լիտր նավթի համար։ Իսկ այսօր հավիտենական կյանքի համար ինչ ես անում։ Հավատում ես, ուրան է քո հավատքը։ Ասում մոտեցողը պետք է հավատա, որ Աստված կա։ Դու Աստված ունես, պրոբլեմ չունես։ Հիշեք մեր Լուսիկ տատին։ Երբ որ հասնում ենք Լուսիկ տատ, ինչ ես։ Քսեր փառք Աստծո, Աստված ունեմ, դար չունեմ։ Լավ, այդ կինը խնդիրներ էր ունեցել, դար չուներ։ Պողոսն ասում էր, ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Դու այսօր ունես Աստված, ունես Քրիստոս, որն է պրոբլեմը։ Մենք շատ անգամ, երբ որ խոսում ենք Աստծո գոյության մասին կամ Աստծո ներկայության մասին, մատներ արանքով ենք նայում։ Տեր Հիսուս Քրիստոսը Մատթեոս ավետարան 28-20 համարի մեջ ինչ ասեց։ Ահա ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջ։ Հավատում ենք սրան, թե չէ։ Եթե հավատում եմ, ինչի եմ բամբասանք անում, ատում տատում։ Եթե հավատում եմ, ինչի Աստծո խոսքի հետ կապված չեմ։ Եթե հավատում եմ, ինչի եմ պրոբլեմների մեջ։ Քուրես ջան, եղբայրներ ջան, կա խրոնոմետրաժ, գիտեք, չէ՞ ինչ է, կամ ջերմաչափ։ Աստված ամեն ինչի մեջ այդ ջերմաչափը օգտագործում է, ցույց է տալիս մեր մեջ, որ այդ հավատքը չկա։ Լոկ մենակ խոսքով է։ Եթե ես հավատում եմ, Աստված կա։ Հարց եմ տալիս, Աստված ամեն բան գիտե, կտեսնի։ Աստված իր խոսքի հետևում կանգնած է։ Հարց եմ տալիս, մեղքի վճիռը կկատարվի, թե չէ։ Ինչ եմ մեղք գործում։ Անանյան Սապիրան հավատացին եղբայրներին եւ գրված է ունեցվածքը իրենց կալվածներից մեկը ծախեցին, բերեցին առաքյալների ոտքի տակ դրեցին։ Սուտ խոսեցին։ Իրենց ունեցվածքն էր։ Ուղղակի ես ուզում եմ մտածել, իմ եւ քո արած մեղքերն են շատ թե Անանիա եւ Սապիրա։ Իշքան ենք մեղանչում։ Այսօր ամենակալ տիրոջ նպատակը հետևյալն է, որ ես հավատամ, որ Աստված կա։ Որտեւ Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա։ Քուրս ջան, եղբայրներ ջան, Աստված կա։ Անկախ մեր հավատալուց կամ չհավատալուց։ Ուղղակի մեր մոտը պրոբլեմ է սա, պիտի լուծվի։ Ամբողջ մարդկության մեջ այս խնդիրն է։ Աստված այնքան է մեզ սիրել, որ մեր մեղքերի համար չի պատժել։ Ես վստահ եմ, եթե Աստված այսօր իմ սխալի համար այս պահին պատժեր, այս վախը կունենա։ Այսօր շատեր ասել վախը չունեն։ Չեն վախենում։ Մարդկանցից վախենում են, Աստծուց չէ։
Թող Տեր օգնականին մեզ շարունակության մեջ գրված է եւ թե իրեն խնդրողներին վարձատույց կլինի։ Ուղղակի կուզեմ, որ լույս նայենք։ Հայտնության 21:7 համարի մեջ գրված է. ով որ հաղթե ամենը կժառանգի։ Ամենը ունենալու համար ինչ է պետք, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Դրամ, պաշտոն, ծանոթներ չէ, Քրիստոս։ Եթե սա քո խնդրվածքը Քրիստոս չէ, դու երբեք չես հասնի հաղթության, ունենաս պրոբլեմ։ Եթե սա քո խնդրվածքը Քրիստոս չէ, աղոթքիդ պատասխան չի լինի։ Այսօր մենք, եթե կարողանանք մեր աղոթները լսենք կամ ձայնագրենք լսենք, կտեսնենք այնտեղ 99% նյութական մարմնավորն է։ Այնտեղ կարծես թե հոգևոր չկա։ Ասապը այս խնդիրն ուներ, բայց երբ որ մտավ Տիրոջ խորանը, Ասապի աղոթքը փոխվեց։ 73-րդ Սաղմոսի 25 համարի մեջ ինչ էր ասում. Ով ունեմ ես երկնքում, քեզնից ջոկ բան չեմ ուզում երկրի վրա։ Մենք միշտ ասում ենք Սողոմոնը իմաստուն է, այո, Աստծո խոսքը այսպես ասում, որ Իրանից առաջ եւ հետո Սողոմոնից իմաստուն չի ծնվել, բայց ես նայում եմ միայն անձնավորության աղոթքի վրա, որ ավելի իմաստուն աղոթք է անում։ Խոսքը Ոզայի մասին է։ Երկրորդ մնացորդաց 26-ի 5 համար երբ որ կարտակ այնտեղ գրված է. քանի դեռ Ոզան Տիրոջը կխնդրեր, Աստված Ոզային հաջողություն կտար։ Այսօր ամենակալ Աստված բերում է մեզ այս վիճակին, եւ թե իրեն խնդրողներին վարձատույց կլինի։ Մովսեսը մերժելով Եգիպտոս ուշադրություն դարձեք այնտեղ ինչ է գրված։ Գրված է, որ չկամեցավ Փարավոնի աղջկա որդի կոչվել, ավելի լավ համարեց Աստծո ժողովրդը չաչավել, քան թե միառ ժամանակ մեղքի զվարճություն ունենալ։ Ավելի մեծ հարստություն համարելով Քրիստոսի նախատիկը Եգիպտացիներ հարուստ կանցերից ինչի, որովհետև աչքը դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը, որն էր Մովսեսի վարձքը։ Այսօր իմ աղոթքի վարձքը որն է, ինչ եմ խնդրում։ Եթե ոչ Քրիստոս, քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի դրոշմով խնդրանք սա։ Այսօր պիտի փոխվի մեր բնությունը։ Ամենակալ Աստված հետևյալ միտն է ասում ինձ եւ քեզ։ Ինչու համար իմ աղոթքս չի լսվում։ Որն է պատճառը։ Առաջի աղոթքի չլսվելը կախված է քո ապրած կյանքից։ Ինչ ասում ամենակալ Աստված Եսայի մարգարության մեջ, որ ինքը չի լսում քո մեղած պատճառով։ Ամենակալ Տիրոջ խոսքը Մատթեոս ավետարանի մեջ հետևյալն ասում. երբ որ ընձատ կմատուցանես քիշես թե եղբայրդ կամ քույրդ քո դեմ բան ունի, գնա հաշտվի։ Այսօր շատ անգամ մենք անհաշտ վիճակով աղոթք ենք անում։ Երեք ճամփարում խոսում եմ այս մասին, մարդիկա վերջը խոսքով ասում են նորմալ է, բայց հետո հասկացան եկան լուրջ խոստովանություն անցան։ Եթե դու հավատում ես Աստծուն, նաև պիտի հավատաս, որ Աստված շատ խիստ է, եթե օրենքը չես պահում։ Թող Տեր օգնական է, որից եմ մեկին չեմ ուզում վախեցնել, ուղղակի ուզում եմ, որ ես եւ դու կարողանանք սա տեսնել։ Նորից եմ ասում։ Առանց հավատքի անկարը հաճոլինել ասում։ Իսկ Աստծո հաճությունը ո՞րն է, որ դու ապրես սուրբ կյանքով։ Աստված հաճություն չունի մեռնողի մեռնելուն։ Աստված չի ուզում, որ ամբարիշտը մեռնի, այլ Աստված ուզում է ամբարիշտը դարձի կապաշխար եւ փրկություն ունենա։ Ուր մնաց իր որդի Քրիստոս այրանքին։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, խնդրանք սա։ Եվ այսօր կուզեի, որպեսզի մենք ապրենք Աստծո երկյուղով, Աստծո վախով։ Այսօր շատերի կյանքի մեջ Աստծո վախը չկա։ Ինքը Տեր Հիսուս Քրիստոսը երկյուղ ապրել է Աստծո վախով։ Կարդացեք Եսայի մարգարություն 11-րդ գլուխ, այնտեղ գրված է Եսայի բնիցը մեկ շարավիղ է դուրս գալիս եւ այնտեղ ինչ ասում, նա կհանգչի Տիրոջ հոգին, իմաստության եւ հանճարի հոգին եւ Տիրոջ երկյուղի հոգին։
Եվ շարունակության մեջ գրված եւ անոր ախորժանքն է Տիրոջը երկյուղը։ Ոչ թե ես պիտի վախենամ, որ Աստված ինձ պիտի դատապարտի, այսօր իմ վախը պիտի լինի միայն մեկը, որ իմ եւ Աստծո հարաբերությունները չխզվի։ Հիշում եք, Ելիս գրքի մեջ ինքը ամենակալ Աստված հետեւյալը մեզ սորացնում։ 20-րդ գլխի 20 համարի մեջ գրված է հետեւյալը. Մովսես ինչ էր ասում ժողովրդին։ Այս էլ կարդամ վերջացնեմ գրված է. Եվ Մովսես ասա ժողովրդին. մի վախեցեք, որովհետև Աստված ձեզ փորձելու համար եկավ, այնպես որ նրա վախը ձեր առաջ լինի, որ չմեղանչեք։ Այսինքն ինչն էր Մովսեսի ասած միտքը, որ մարդ Աստված հարաբերությունը չխզվի։ Թող Տերը օրհնի բոլորիս, խնդրանքս է աշխատեք ապրել Աստծո վախով։